Ողջույն սիրելիներս, մի փոքրիկ կարճ տեսանյութով ուզում եմ այս խմորի բաղադրատոմսը ձեզ ցույց տալ։ Շատ հեշտ է պատրաստվում, պատկերացրեք 2.5 ժամում կարող եք պատրաստել։ Այստեղ արդեն նախապատրաստել եմ մարգարինը, ընդհանուր 1 կիլոգրամ է։ Նույն խմորը կարող եք նաև կարագով պատրաստել, բայց պետք է ընթացքում մի քիչ սառեցնեք, որպեսզի չհալվի և ներսից դուրս չտա։ Ուրեմն օգտագործում եմ 2 կիլոգրամ ալուր, այստեղ ալուրը մաղած է, լցնում ենք մեծ ամանի մեջ, փոսիկ ենք անում, ավելացնում ենք գոլ ջուրը։ Սկզբից ջուրն ենք ավելացնում, որպեսզի հետո բաղադրիչները լցնելով ջրի մեջ կարողանանք հեշտությամբ տրորել։ Դեղնուցը սպիտակուցից առանձնացրել եմ, օգտագործում եմ 5 ձվի դեղնուց։ Ավելացնում եմ 2 սուրճի բաժակ բուսայուղ, հավասար է դա 200 գրամի, որտև 100 մլի է մի սուրճի բաժակը բուսայուղ տանում։ Ավելացնում եմ 2 թեյ գթալ աղ, 2 թեյ գթալ կիտրոնի աղ։ Բուսայուղը այս խմորի մեջ նրա համար է, որպեսզի յուղայնությունը ալյուրը քաշի իր մեջ և հեշտությամբ վերցնի մնացած բաղադրիչները։ 1 կիլոգրամ մարգարինից վերցնում ենք 250 գրամը ավելացնում ենք խմորի մեջ, այստեղ տեսնում եք արդեն մանրեցրած, ավելացնում եմ ու տրորում եմ, իսկ 750 գրամը թողնում ենք գնդերի համար։ Սիրելիներս, այս խմորը պատրաստում եք, էլաստիկ խմոր եք պատրաստում, գնդում եք, թողնում եք 30 րոպե հանգստանա, 30 րոպե հետո ձեր խմորը կշռում եք, այստեղ կշռեք, կստացվի 3 կիլո ու կես, կստացվի 3 կիլո 400 գրամ, դա էլ կախված է ձվի մեծությունից կամ մոտավորապես, շատերը մոտավորապես են լցնում և ալյուրը և ջուրը, բայց ասեմ սա գրամ կշռովի խմոր է, որպեսզի ստանաք ամենալավ արդյունքը։ Կշռում եք, կշռելուց հետո նոր բաժանում եք մասերի։ Ինձ այստեղ անհրաժեշտ է, որ ես ունենամ կես կիլոգրամանոց գնդեր, պարտադիր կշռում եմ։ Բաժանում եմ 9 մասի։ Խմորը բաժանեցի 9 մասի, այն 750 գրամ կարագ մարգարինն էլ եմ բաժանում 9 մասի։ Եթե խմորը կբաժանեք 6 մասի, ապա 750 գրամ մարգարինը բաժանեք 6 մասի։ Այստեղ առանցին խմորը գնդերի չեմ բաժանում, 30 րոպե թողել եմ հանգստացել է, սկզբից շեշտեցի, ձեռքով այսպես մի քիչ լայնացնում եմ և մարգարինը դնում եմ մեջը, ծածկում, թողնում ենք ևս 30 րոպե։ Կուզեք սրբիչով ծածկեք, կուզեք ցելոֆանով ծածկեք, ինչպես կցանկանաք, մենակ թե չմնա և չչորանա։ 30 րոպե հանգստացել են նաև այս գնդերը։ Հիմա գնդերը հերթականությամբ պետք է գրտնակեմ։ Սիրելիներս, գնդելուց շատ ալյուր չենք օգտագործում, մի թեթև, ինքը յուղոտ խմոր է, չի կպնում սեղանին, պարզապես այստեղ ալյուրը լցնում եմ, որպեսզի գրտնակը հեշտությամբ երեսին խմորի վրա սղա, այսպես ասած, որ չտրորեմ, չճխլեմ խմորը։ Այսպես ձեռքով կամ գրտնակով մեջտեղից սեղմելով բացում եք, որպեսզի կարագը, մարգարինը հավասար չափով բաժանվի իր խմորի տարածքով, ներսից, խմորի մեջ, ու սկսում ենք գրտնակելը, տեսեք, ես միգուցե այսպես ծանր թվա, բայց շատ թեթև շարժումներով այնպես եմ անում, որ խմորը քիչ-քիչ լայնանում է, եթե կզգաք կպնում է, առաջ չեք կարողանում գրտնակել, մի թեթև էլ ալյուր ցանեք, երեսով հավասարեցրեք, որպեսզի տարածվի այդ ալյուրի փշուրը, նոր գրտնակեք։ Ծալելու ընթացքը ինչպես ուզում եք ծալեք, կարևոր չի, ես մի քանի ձև փորձել եմ, միևնույն է վերջում թխելուց նույն բարձրությունն է ունենում, նույն շերտերն է ունենում, դրա համար այստեղ ձեզ ցույց կտամ նաև երկրորդ տարբերակը, փաթաթելու եմ ռուլետա ձև, տեսեք արդեն փուչիկներն առկա են,
հենց սկզբից էլ այդ փուչիկները լինում են, դա կիտրոնի աղի շնորհիվ է այդ փուչիկները տալիս, թթվայնության շնորհիվ։ Բացեցի, նայեք, հիմա էլ այսպես աջ ձախ ծալում եմ ու ռուլետաձև փաթաթում։ Սիրելիներս, եթե այս փաթաթելուց հետո ձեր մոտ 30 րոպե հետո դժվարությամբ կբացվի խմորը, խնդրում եմ, թողեք 40 րոպե, թող խմորը հանգստանա, որ ավելի հեշտ բացեք։ Սա մեկ անգամ գրտնակեցի, վերջացրեցի։ Հաջորդ 2 անգամը ցույց չեմ տալիս։ Տեսանյութը կարճ լինելու համար, սիրելիներս, 3 անգամ են գրտնակում, բացում, փակում, սա 1, 2-ն էլ հետո ես գրտնակում եմ, բայց չեմ ցուցադրում։ Ահա սիրելիներս, այսպիսի գնդեր ստացա, շատ լավ է ստացվում այս խմորը, անմիջապես կարող եք թխել, սա էլ կտրել եմ, որպեսզի տեսնեք դեռ չսառած վիճակում ինչպիսի շերտեր ունի, սառելուց հետո այսպիսին է տեսքն լինում մի բարակ շերտի։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ վլոգում։